Հրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հնարավոր համարեց, որ գլխավոր դատախազը կգա ձեր հետևից։ Ես ընդհանուր ոչինչ չեմ բացառում, բայց ես շատ կուզենամ թող գան ու այստեղ գոնե այն ինչը հիմա քիչ առաջ է ասում, նախաքննական գաղտնիքի տակ կարողանում պահեն, այստեղ արդեն երբ որ գա չեն կարողանալու պահել։ Ես շատ ուրախ կլինեմ թող գան ու այդ հարցերը տանք ու բոլորի համար թող ակնհայտ լինի ինչքան փուչ ու դատարկ է այս ամեն ինչը։ Պարոն Քոչարյան, այսինքն դուք կտրականապես, այսպես ասած, հերքում եք, որ դուք ապօրինի ծագում ունեցող որևէ ներողություն հարցս ավարտեմ, գույք ունեք, որովհետև արդարադատության նախարարն էլ հարցազրույցներից մեկում վերջերս տրված, ասում է դե որևէ անձ իհարկե չի ընդունելու, որ ինքը ապօրինի ծագում ունեցող գույք ունի, երեկ էլ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից թվարկում էր, օրինակ ասում էր Orange Fitness-ը ժամանակին եղել է պետական գույք, դուք մասնավորեցրել եք, դարձել եք Orange Fitness Ավանում գտնվող տարածքի աններողություն Play City-ին, դարձրել եք էլի մասնավոր, դրանցում են ձեզ մեղադրում, հիմա դուք ապօրինի ոչինչ չունեք։ Մենք ապօրինի ոչինչ չունենք, ես սրա մասին ասել եմ, բազմից եմ ասել ու այն մասով, որը որ մեր դեմ այսպես հայցեր են ներկայացրել, հետապնդումներ կա, ամեն ինչ դատարանում է գտնվում, ամեն ինչ կալանքի տակ է արդեն վաղուց։ Մինչդեռ շատ երկար ժամանակ չի եղել, եթե նորից կրկնեմ, եթե լիներ մտավախություն, լիներ գերնպատակ, այսպես ունեցվածք պահելու, այդ ամեն ինչ կարող են ժամանակին օտարել, ասում հանգիստ թողնել գնալ, ամեն ինչ մեծ հաշվով, ամեն ինչ, ինչի մեջ մենք ունենք մասնակցություն, այդ ամեն ինչ այդ ապօրինի գույքով բանի տակ է, այսինքն մենք 2023 թվականից ինքը բիզնեսը աշխատում է, բայց ամեն ինչ կալանքի տակ է։ Այսինքն նույնիսկ դու այդ տեղից չես կարողանում շահույթ ստանալ, էլի ինքը ուղղակի, հա։ Այո, ինչ որ գործունեություններ կապարակնքված է, դրա մասին չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Այդ ուներ Սիրուշո Production-ը, չէ։ Չէ, Սիրուշո Production-ը, չէ։ Երեկոյան կապարակնքված էր։ Կապարակնքված չի եղել։ Այստեղ ուրիշ հարց կա, որ այնտեղ մտել են այն գրասենյակը, որտեղ գլխավոր գրասենյակը որտեղ աշխատում է, բայց այստեղ իրանց խնդիրը տարածքի հետ էր։ Ոչ թե պրեդոմիշի մասով ման չկա, այսինքն խանութները աշխատում են։ Այնուհանդերձ ձեր որ նախագահ եղած օրինակ փաստը իշխանությունը նաև իրավապահները մենք տեսանք այդ հայտարարությունը կապում են ձեր ունեցվածքի այսպես ձեռքբերման հետ, հա։ Դուք հիմա այստեղ հերքում եք, որ օրինակ ձեր անունը նախկին նախագահի որդիներ եղած, այսպես ասած, լինելը, հա, կապ ունի այդ ունեցվածքի, այսինքն որևէ նվազ գնով, իրավապահները չկարող հայտնաբերել, իշխանությունը հենց դրա մասին է խոսում, որ հովանավորչություն է եղել, հիմա դուք դա հերքում եք, եղել եք, այսպես ասած, չգիտեմ, հաջողակ բիզնեսմեն, դուք եւ ձեր Ես հասկանում եմ ձեր հարցը, ես դրան առիթ ունեցել եմ անդրադառնալու, օրենքի տեսանկյունից, այո, ես դա հերքում եմ։ Այո, կարող է մեր զբաղեցրած դիրքը որոշակի առումով ավելի հետաքրքիր է դարձրել ինչ որ գործընկերներ ձեռք բերելու, ինչ որ մարդկանց հետ այսպես հարաբերություններ հաստատելու գործնական, բայց եթե մենք սա նայում ենք այն տեսանկյունից, որ դա եղել է ինչ որ արտոնությունների տեսքով, ոչ դա այդպես չի եղել։ Գիտեք, այսօրվա հիմա 2026 թվականն է։ Մենք շատ ժամանակ այսօրվա այսպես մեր աշխարհայացքով ընկալման փորձում են վերլուծել 2000-ականները, ինչ որ դեպքերում 90-ականները, որն այդպես չի, իրականություն տարբեր է եղել այն ժամանակ։ Թե այդ նույն հողերից որ խոսում եք, այսինքն հողեր կա, որ այն ժամանակ բացարձակ բիզնեսի տեսանկյունից ոչ մի գրավչություն չեն ունեցել։ Այսինքն եթե մի բանը պայմանական 2001 թվականին արժեցել է 10 դրամ, այսօր դա արժենում է 1000 դրամ։ Ու եթե այսօր ասում են, այ 1000 դրամանոց գույք, բայց դա 1000 չի, դա այն ժամանակ 10 է եղել։ Պայմանական եմ վերում։ Ու այս նույն սկզբունքով նաև ինչն եմ, ես միշտ այս տարբերությունն եմ փորձում ցույց տալ, որ իրենք այս ամեն ինչ անում են ընտրողաբար։ Այսօր իշխանությանը շատ լավ գիտեք, մտերիմ մոտ կանգնած, չգիտեմ, օլիգարխ կասեք, բիզնեսմեններ կասեք, նախկին պաշտոնյաներ, գործող պաշտոնյաներ, որոնց հետ կապված նույն հարցերը չի առաջանում։